Երևի դուք էլ տեղյակ չլինեք կամ լայն հասարակությունը տեղյակ չլինի, էլի։ Ուրեմն անիվը իր հիմնադրման օրվանից սկսած ստացել է մոտավորապես 4.1 միլիարդ դրամի պետական ֆինանսավորում։ Եվ 4 միլիարդ մի փոքր ավել գումար պետական ֆինանսավորում ստանալուց հետո, այս մասը խնդրում եմ ուշադիր ֆիքսենք, էլի։ 5.5 միլիարդ գումարի չափով հարկերա վճարել պետությանը։ Կարծում եմ 4 միլիարդ դրամ պետական ֆինանսավորում ստանալը եւ 5.5 միլիարդ դրամի չափ հարկ վճարելը դա ոչ թե խոսում է ձախողման մասին, այլ անարդյունավետության մասին, այլ լրիվ այլ բանի մասին է խոսում, էլի։ Դրանից բացի անիվը ձեռք է բերել որոշակի հաջողություններ, իսկ հաջողություններից մեկը օրինակի համար շուրջ 210 միլիոն դոլարի ներդրումն է եղել, դրանք եղել են օտարերկրյա ներդրումներ եւ մոտավորապես 7 միլիարդի չափի տեղական ներդրումներ են իրականացվել, 900 միլիոն դրամի չափ էլ եղել են մասնավոր համաներդրումներով, էլի։ Ստեղծվել է մոտ 800 աշխատատեղ եւ ինչ որ մի փուլից, երբ որ օրինակի համար եղել են ղեկավար կազմի փոփոխություններ, կարծում եմ որ մի փոքր ուսումնասիրեք, արդեն པարզ կլինի ինչ փոփոխություններից հետո անիվը լրիվ հակառակ ուղղությամբ գնացել եւ գուցե շատ ինչ որ հետաքրքիր այդտեղ բաներ գտնեք, էլի։ Ուզում եմ նաեւ մի բան ասել անիվի հետ կապված եւ ձեր հարցին անպայմանորեն հիմա կանրադառնամ, որ անիվի խորհրդում տնօրենների խորհրդում օրինակի համար եղել է Ֆրանսիայի նախկին վարչապետը։ Եվ ես կարծում եմ, որ դա ոչ թե ինչ որ գլուխ գովալու բան է, այլ որոշակի ցուցիչ է, որ Ֆրանսիայի նախկին վարչապետը Հայաստանում անիվում տնօրենների խորհրդի անդամ է եղել եւ մի շարք էլի հեղինակավոր մարդիկ են եղել, ում դուրս գալուց հետո որոշակի պրոբլեմներ են արդեն առաջացել անիվի խորհուրդը, այսպես ասած, տնօրենների խորհուրդը փոխելուց հետո։ Եվ կարծում եմ, որ այս հարցերի պատասխանը պետք է նաև դուք օգնեք, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչպես եղավ, որ ինչպես նշեցի, նման արդյունքներ ցույց տված հիմնադրամը, ինչ որ փոփոխություններից հետո, ինչ որ այլ նախարարության ենթակայության տակ անցնելուց հետո մեկ էլ սկսում է որոշակի խնդիրներ առաջանալ, ինչ որ ծրագրեր չիրականացվել, ինչ որ բաներ կիսատ մնալ եւ վերադառնալով ձեր հարցին, խոսքը վերաբերում էր մեր գործընկերներից հետք լրատվամիջոցում մի հետաքննական հոդվածի, այդ մասով էլ որոշակի ասելու բան ունեմ եւ նաեւ որոշ բան արդեն ասել եմ հրապարակային գրառմամբ, հիմա մի փոքր ավելի մանրամասնեմ տվյալ հոդվածը եւ այն ամենը, ինչ որ կա կոնկրետ այդ ընկերության եւ ինչպես իմ գրառման մեջ էին նշել Orbis օպերացիոն այդ ընկերության հետ կապված է, ուրեմն տեսեք, այդ ընկերությունը բաղկացած է մոտ 300 մասնագետներից։ Այդ ընկերության ղեկավար կազմից տեխնիկական ղեկավարը, այսպես ասած, ով նաև CFW ընկերության խորհրդի անդամ է, այսինքն այդ CFW ընկերությունը Orbis Operation ընկերությունը խոշոր ներդրում արա, ինչպես որ ես նշել եմ իմ գրառման մեջ, եւ սկսել են որոշակի աշխատանքներ անել։ Իսկ իր տեխնիկական ղեկավարը մի մարդ է, ով աշխատել է ԱՄՆ նախագահի աշխատակազմում, այս դեպքում Բարակ Օբամայի աշխատակազմում է եղել տեխնիկական ղեկավարը եւ ուղիղ նախագահի, այսպես ասած, ենթակայության ներքո ղեկավարել է Սպիտակ տան եւ նրան առընթեր 12 կիբերանվտանգության ոլորտում աշխատանքներ կատարող պետական եւ այլ ընկերություններում։ Օրինակի համար նշածս ամերիկյան ընկերությունը, ով CFW-ի 51%-ի բաժնետերն էր, օրինակի համար
ծառայությունները մատուցել ամերիկյան բանակին, օրինակ ծառայությունները մատուցել ազգային անվտանգության գործակալությանը, կենտրոնական ամերիկյան, խնդրում եմ այս բանը ֆիքսել, էլի, ծառայությունները մատուցել ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչությանը եւ նշված ընկերության ծառայություններից օգտվել են, հիմա չեմ կարող ասել օգտվում են թե չէ, որտեղ ներկայումս չգիտեմ նշված ընկերությունը ինչ ծավալի եւ ինչ ուղղություններով աշխատանքներ իրականացնում, բայց այդ ընկերության ծառայություններից օգտվել են ինչպես Քաթարը, ինչպես Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչպես Թայվանը, ինչպես նաեւ Իսրայելը։ Եվ նշված CFW ընկերությունը պատրաստել է կիբերանվտանգության ոլորտում մասնագետների, ովքեր որ պետքա իրականացնեին եւ պետական եւ մասնավոր ընկերություններում գուցե նաեւ եւ գիտեմ որոշակի պայմանավորվածություններ եղել են, որպեսզի այս պետական գերատեսչության հետ կապված կամ այս մասնավոր կազմակերպությանը իրանք մատուցեն իրենց կիբերանվտանգության ոլորտի ժամանակակից ծառայությունները, բայց ինչպես արդեն նշեցի, եղել են անիֆում ղեկավար կազմում եւ տնօրենների խորհրդում փոփոխություններ, ինչի արդյունքում այդ ծրագիրը կիսատա մնացել եւ այդ մարդիկ, այսպես ասած, դադարել են իրականացնել այդ ծրագիրը։ Իսկ ինչ վերաբերվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ մասնավորապես հոդվածում տեղ գտած կնոջ ընկերուհին է, այսպես ասած, այդ արտահայտությանը, չեմ կարծում մենք ապրում ենք բազմամիլիոնանոց քաղաքում կամ երկրում, որ այս կամ այն մարդը ինչ որ մեկի ընկերն է, ընկերուհին է, հարազատն է եւ բարեկամն է։ Շատ կարեւոր է այստեղ այն հանգամանքը, թե այդ գումարը ինչի համար է տրվել, այդ գումարը ինչի համար պետքա ծառայեր եւ ամենակարևորն է ինչի չի ծառայել պայմանական իր վերջնարդյունքին։ Իսկ